Բարև ձեզ, հետևում եմ մեկ օր ճանաչված մարդկանց հետ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Գյումրի քաղաքում եւ կայցել ենք Գյումրու մտորումների թատրոն եւ կհանդիպենք դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Գնացինք։ Հիշում եմ հին թատրոնի շենքում առաջին ներկայացումը եւ մեզ տանեցիք տարան այդ ներկայացումը նայելու ես միանգամից սիրահարվեցի այս արվեստին եւ երազում էի մի օր մի մաս դառնալ այդ արվեստի կախարդական աշխարհի բաղադրիչ մասը դառնալ, որը կոչվում էր թատրոն։ Իհարկե սովորելով դպրոցում ինքնագործ խմբերի գնացի, թատրոնի թատերական խմբակների գնացի, մի ժամանակ թատերական խմբակներ էին պահում եւ այդպես մեր մասնագիտական լեզվով ասած սիրահարվեցի այդ կախարդական աշխարհին, մնացի մինչեւ այսօր։ Հետո բնականաբար դպրոցը ավարտելուց հետո գնացի Մռավյանի անվան թատրոնի դերասանական ստուդիան, այժմ Վարդան Աճեմյանի անվան թատրոնը, 2 տարի ուսանելով, սովորելով այդ թատրոնում Գրիգոր Մկրտչյանի գլխավորած ստուդիայում ավարտեցի եւ զորակոչվեցի բանակ։ Բնականաբար զորակոչվելով բանակ երազում էի վերադառնալ անպայման շուտ եւ այդ կախարդական աշխարհի մի մասը դառնալ եւ այդպես է եղավ։ Վերադարձա, գնացի Ղափանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոն, ընդունվեցի որպես դերասան, 5 տարի աշխատելով այնտեղ, բազմաթիվ դերեր խաղալուց հետո որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք եւ եկա Գյումրի, ընդունվեցի, զորակոչվեցի թատրական մեծ խմբին, որ մեծ ավանդույթներ ուներ արդեն ու սկսեցի աշխատել Գյումրու արդեն Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ Դրանից հետո ինձ անհրաժեշտ էր մի քայլ անել եւ բարձրագույն կրթություն ստանալ։ Այդ տարիներին բացվեց հատուկ Գյումրի համար մի կուրս դերասանական, որի մասի ես դառա, ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, ավարտեցի։ Ավարտելուց հետո դիմեցի նաեւ նույն ինստիտուտի ռեժիսորական կուրսը եւ ավարտեցի ավարտեցի դիպլոմային աշխատանքս եղավ Մաչուկն ու Կարսոնը, հանրայդ հեքիաթը ու սկսեցի գործունեություն ծավալ, դա արդեն 30 տարի առաջ էր։ Հիմա աշխատում եմ նույն թատրոնում ստեղծագործում եմ, նույն թատրոնում նաեւ բեմադրություններ եմ անում, բայց այլ նպատակներ ունեի Գյումրում ստեղծել մի հատ ուրիշ թատրոն, մի քիչ ալտերնատիվ, մի քիչ նորարարական եւ հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում։ Ինձ թվում է, որ
Գյումրում անհրաժեշտ էր երկրորդ թատրոնը մի քիչ պայմանական կասեմ, որովհետև ակադեմիական թատրոնը մենք չենք կարող հասնել, որովհետև այս նոր ստեղծած թատրոնը, որը ես անվանեցի մտորումների թատրոնը դա էքսպերիմենտալ դաշտ է, փորձարարական դաշտ է, որտեղ կարող են շրջանավարտները մեր թատերական ինստիտուտի դերասանները, որոնք դեր աշխատանք չունեն, կարող են փորձարարական ներկայացումներ անել, կարող են աշխատել, կարող են որոնումների մեջ մտնել, կարող են համարձակ քայլեր անել եւ նպատակը դա էր մի ուրիշ դաշտ ստեղծել ակադեմիականից առանձին, ակադեմիական թատրոնի կանոններից դուրս մի ուրիշ թատրոն, որը իր ասելիքով կտարբերվեր ու առայժմ այդ գործընթացի մեջ ենք, մենք արդեն սկսել ենք մի քանի ներկայացումների փորձեր, սկսել ենք աշխատել, փորձում ենք փոքր լսարանի համար ստեղծել ներկայացումներ, որովհետև նախատեսված է տարածքը միայն 30-40 հանդիսատեսի համար, մենք հավակնություն չունենք մեծ ներկայացումներ անել, մասսայականացել, որովհետև ինձ թվում է, որ հենց թատրոնը ինքը հոգու զրույց է, փոքրիկ զրույց է, որը անմիջական կապ է ստեղծում հանդիսատեսի և դերասանի միջև ու պետք չէ շատ տարածվել մեծ մասսայական ներկայացումներ անել և զուգահեռաբար հիմնեցինք, արդեն հիմնել ենք փոքրիկ դերասանական ստուդիա 2 տարիքային խմբերի համար 10-ից 15 տարեկան և 16-ից 20 տարեկան պատանիների համար սկսենք աշխատել նոր լեզվով, նոր ձևով, նոր սկզբունքներով, որովհետև ապագա դերասանը պետք է ունենա հիմք, թատերական ինստիտուտ և դերասանական արվեստով զբաղվելու համար։ Տեսեք երաժշտականները 7 տարի սովորում են, հետո 7 տարի ավարտելուց հետո քոլեջ է, հետո գնում են կոնսերվատորիա, մեր մոտ այդպես հիմք չկա տրված։ Միանգամից ավարտում են դպրոցը և գալիս են դերասան, են ուզում դառնալ կամ ուզում են ռեժիսորայով զբաղվել։ Ինձ թվում է, որ դա սխալ մեթոդ է։ Ավելի լավ կլինի որոշակի դերասանական դպրոց անցնեն կամ ռեժիսորական դպրոց անցնեն երիտասարդները, պատանիները, հետո նոր դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն, որովհետև գալիս են լրիվ մերկ, ոչ մի բան չգիտեն թատրոնի մասին, ոչ մի բան չգիտեն այս կախարդական աշխարհի մասին, չգիտեն այս հոգու արվեստի մասին, որովհետև ըստ ինձ թատրոնը հոգու արվեստ է, զրույց, մտերմիկ զրույց մարդկանց հետ, իրենց մտահոգող հոգսերով, իրենց մտահոգող ցավերով, իրենց հարցականներով, ինչ կուզեին իմանալ, ինչ կուզեին քաղել, ինչ կուզեին տանել։ Չեմ ասել, որ թատրոնը այս դաստիարակչական նշանակություն նաև ունի, ինչ-որ տեղ ունի, իհարկե ունի, բայց այնուամենայնիվ առօրյայում մարդը մի պահ անջատվելու, մի պահ խորելու տեղ ունի և այդ տեղը մենք առաջարկում ենք այս Գյումրու մտորումների թատրոնը։ Նախապատրաստում ենք մի ներկայացում, որը կոչվում է Վայրից Ցորենի արտում, այդ լքված մենակ մարդկանց մասին է, որոնք հայտնվել են Ցորենի արտում, այսինքն պայմանական Ցորենի արտում և փորձում են գտնել ճշմարիտը, որն է ճշմարիտը կյանքում, որն է ճիշտը այս աշխարհում։ Լքված մարդիկ են, որոնք մերժվել են հասարակության կողմից, մարդկանց կողմից ու շատ հարցեր են տալիս։ Ինձ թվում է, որ մեր
յուրաքանչյուրս մեջ թաքնված հարցեր կան, որոնք մենք ցանկանում ենք պատասխանել։ Թաքնված հարցեր, որոնք լուծումներ են պահանջում եւ պահանջում են նաեւ գտնել ճշմարիտը, գտնել ճիշտ լուծումը, հարցի լուծումը եւ դժվար է, բավականին դժվար է։ Ես ագրությունը ես կապում եմ Վարդան Աջեմյանի անվան թատրոնի հետ, որովհետեւ ես միշտ երազել եմ խաղալ այդ թատրոնում, հայտնվել այդ թատրոնի բեմում, լինել մեր թատրոնի մեծերի կողքին եւ ինձ վիճակվեց հայտնվել նրանց կողքին եւ խաղալ բազմաթիվ դերեր։ Ես բախտ ունեցա աշխատել Երևան Դրազանչյանի հետ, ես բախտ եմ ունեցել աշխատել Գրիգոր Մկրտչյանի հետ, ինձ բախտ վիճակվեց նաեւ աշխատել Ալբերտ Մոդրչյանի հետ, կարող եմ թվարկել մեծությունների անուններ, որոնք ես երջանիկ եմ եղել նրանց կողքին հայտնվելու եւ երջանիկ եմ եղել նրանց հետ աշխատելու։ Գրեթե 70-ից ավելի դերեր եմ խաղացել եւ ոչ մանր, ոչ երկրորդային գլխավոր դերեր եմ խաղացել թատրոնում, բայց ինձ համար ավելի հիշարժան է, ինձ համար ավելի թանկ է մի քանի դերեր, որոնց մասին կուզեի խոսել։ Հավատք ներկայացումը բեմադրեց Ալբերտ Մոդրչյանը, որի ժամանակ ես խաղացի դեռ 96 թվականին խաղացի Գրիգոր Լուսավորչի կերպարը։ Հետաքրքիր էր ինձ համար, որովհետև առաջին անգամ հայբեմում հայտնվում էր Գրիգոր Լուսավորչի կերպարը։ Բավականին երկար դաժանակիր աշխատանքով ստեղծեց այդ ներկայացումը, բավականին տպավորիչ էր բեմադրությունը, որը ստեղծեց Ալբերտ Մոդրչյանը, եւ ինձ համար շատ հետաքրքիր process սկսվեց, որովհետեւ ես ոչինչ չգիտեի Գրիգոր Լուսավորչի մասին։ Ես բավականին ուսումնասիրեցի, պատմություն կարդացի, պատմությունները տանում էին դեպի Խորվիրապ, նույնիսկ մի գիշեր քնեցի, հայտնվեցի Խորվիրապում, որպեսզի հասկանամ այդ 13 տարի այդ մարդը, այդ լուսավորիչը ինչպես է ապրել այդ փոսի մեջ, չի պատկերացնում, ես սարսափեցի այդ մի գիշերվա մեջ։ Ինձ համար լավագույն դերակատարումը համարում եմ իմ լավագույն դերակատարումը այդ դերակատարումը։ Հետո հանդիպեցի նաև Նիկոլայ Ծատուրյանին, որը մի լավ բեմադրություն արեց, շատ լավ բեմադրություն արեց, որը նվիրվում էր Եղեռնի 100-ամյակին, որը կոչվում է Հրեշը լուսնի վրա։ Ներկայացումը ես այդ ներկայացման մեջ խաղացի, չեմ ասում կերտեցի, որովհետև վախենում եմ այդ բառից, ստեղծեցի մի կերպար, որը շատ հակասական էր, որը շատ վիճելի էր, ընդհանրապես պիեսը բեմադրությունը վիճելի էր, որովհետև ներկայացումը շատ հայեցի բեմադրություն էր։ Պիեսում այլ բանի մասին է խոսում, բեմադրողը ռեժիսորը այլ բաներ է բեմադրել, բայց ինձ հարազատ էր ռեժիսորի մեկնաբանությունը, Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը, որովհետև խոսում էր հայ քաղաքական մարդկանց մասին, որոնք հայտնվել են բախտի բերմամբ թե պատամամբ հայտնվել են ԱՄՆ-ում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ փորձում են նորից վերսկսել իրենց կյանքը, վերսկսել նորից ապրել, որոշել շարունակել ցեղը, շարունակել ազդել, շարունակել բազմանալ եւ այդ ամուսնությունը չի ստացվում ինչ որտեղ Սեդա եւ Արամ Թոմասյանները չեն կարողանում սերունդը շարունակել եւ որոշում են բաժանվել ու նորից սկսել կյանքը։ Ինձ համար հետաքրքիր է process-ը, շատ հետաքրքիր, ինձ համար թանկ դերակատարումներից մեկը դա եղավ։
ու կարող եմ անընդհատ խոսել այդ դերակատարումների մասին, բազմաթիվ դերերի մասին։ Վերջերս թատրոնում մի քիչ եմ զբաղված, որովհետև սերունդ է գալիս, սերունդ է փոխվում, կյանքը մի քիչ ուրիշ երանգ է ստացել, ուրիշ ռիթմ է ստացել, ավագները զիջել են բեմը երիտասարդներին, ես ուրախ եմ դրա համար, որ մեր թատրոնը ապագա ունի, ապագա ռեժիսորներ կան, երիտասարդ ռեժիսորներ կան, երիտասարդ դերասաններ կան, բայց ես էլի խաղում եմ, էլի ուրախ եմ, որ զբաղված եմ այդ ներկայացումների մեջ, հիշարժան դերակատարումներ դեռ չունեմ, բայց հուսով եմ, որ կունենամ, նոր դերեր կունենամ ու լավ դերեր կունենամ։ Հետո ճակատագրի բերմամբ մի քանի ֆիլմի մեջ հայտնվեցի, որովհետև ինչ-որ կինոն ինձ չի սիրում ճակերտներով, բայց հրավերներ ստացա, բոլորին վերջերս նկարահանվեց «Իմ խաչը» ֆիլմը Շավարժ Գևորգյանի, որտեղ ստեղծեցի փոքր լավ կերպար, գյումրեցի շպիոնողնիկի կերպարը, հիմա կինոթատրոններում ցուցադրվում է այդ ֆիլմը ու ինձ համար առաջին պրոֆեսիոնալ աշխատանքն էր այդ ֆիլմի մեջ եւ սիրեցի կինոն չեմ խոսում այն փոքր սերիալների մասին, որոնք նկարահանվեցի, բայց հիշարժան էր նաեւ Հինարկանները բազմասերիալանոց ֆիլմը, որի մեջ հետաքրքիր կերպար ստեղծեցի Պարսիկ Բալաշի քաղաքական գործչի կերպարը, որը ինձ թվում է ստացվել է ու մի պահ ցանկություն առաջացավ նաև ֆիլմում լինել, ֆիլմերի հետ աշխատել, որովհետև այլ աշխարհի մասին է խոսքը, այլ պրոցես է, որովհետև թատրոնում զգացողությունները ծնվում են այս րոպեաբար ավարտվում են, բայց ֆիլմում ֆիքսվում է աշխատանքի լավագույն կադրերը ու մնում է աշխատանքի լավագույն մասը, հատվածը, բայց պրոցեսը դա հետաքրքիր պրոցես է, շատ հետաքրքիր պրոցես է ու հիմա ես նախապատրաստում եմ նոր դերակատարում մոնո ներկայացում, որը կոչվում է Կրեպի վերջին գործը, հայտնի աբսուրդ գրող Սամուել Բեկետի պիեսը, պատրաստում այս մտորումների թատրոնում խաղալ, բավականին դժվար աշխատանք է, բավականին ծանր աշխատանք է, որովհետև ես ինքս խաղում եմ, ես ինքս բեմադրում եմ, չնայած շատ էի ուզում, որ ինչ-որ դիտող աչք լինի կողքից, որ սխալներս ուղղի, ինձ ուղղորդի, կարող ես շեղվել եմ, բայց ես գտնեմ այդ երիտասարդ ռեժիսորին, որը ինձ կօգնի նաև ներկայացումը ճիշտ մեկնաբանել, ճիշտ խաղալ։ Մարդիկ, որոնք շնչում են, ապրում են, անտարբեր չլինեն աշխարհի նկատմամբ։ Աշխարհը գեղեցիկ է, ամեն ինչ գեղեցիկ է։ Աշխարհը հեքիաթ է, հրաշք է։ Եվ մենք այդ հեքիաթ ստեղծողներից մի մասնիկն ենք։ Ես կուզենայի, որ դուք սերտորեն կապվեք արվեստի հետ, թատրոնի հետ։ Ես կուզենայի, որ մարդիկ այցելեն թատրոն, այցելեն կինո, թանգարաններ, անտարբեր չմնային աշխարհում կատարվելիք երևույթների հետ, որոնք արվեստագետները ֆիքսում են եւ ցանկանում են իրենց զգացական աշխարհը փոխանցել ձեզ հանդիսատեսին եւ ինձ թվում է, որ ես ճիշտ տեղում եմ, ես ճիշտ գործով եմ զբաղվում, իմ գործով եմ զբաղվում եւ ոչ մեկի
տեղը չեմ զբաղեցի։ Всё։ Այսօրվա համար այսքանը։ Հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։